նախագահ դուք ձեր հարցազրույցում շատ եք ասում 98 թվականին երբ եկաք իշխանության հետ չնայեցիք, նախկիններին չբացեցիք, ժամանակ չունեիք, առաջ եք նայում։ Հիմա որ իշխանության կաք նույնն եք անելու, որովհետև ես իմ նման շատեր վենտետա բանջում ենք։ Վենտետա դիներու է չդիներու։ Դուք էլ անպայման սխալներս պիտի աչքս կողեք, էլի, հա։ Նաև քրեական գործերի հետ ինչ է լինելու։ Ես կան քրեական գործը դաստիարակ մարդկանց վրա Հայաստանում տեսնում այդ գործերը իրավական ինչ լուծում եք տալու։ Հասկացա։ Իսկ երկրորդ հարցը կապված է մշակույթի եւ գրթության։ Դա է այս սխալներից մեկն է կարծում եմ, որ դերացել եք այնտեղ հիմա որ իշխանության կաք ինչ բարեփոխումներ, ինչ ռեֆորմներ ունեք, որ գրթությունը եւ մշակույթը բարերապվի, ես աղբը որ 20 տարի 30 տարի տեսնում ենք հերոստացույցով երկերը հիմա դժվար է վերահսկել հասկանալ պատճառով, բայց կոնե pedagogan ինչ որ մոտեցում դիներու է։ Առաջի հարցի վերաբերյալ մենք 98 թվականին ունեցել ենք տարաձայնություններ մոտեցումների մեջ, իսկապես ունեցել ենք եւ դա բերել է կոնֆլիկտի, բերել է արտահերթ ընտրությունների, բայց այդ տարաձայնությունները չեն բերել ողբերգական հետևանքների, չկար դա։ Եվ ես չէի համեմատի երբեք վիճակը հիմա եւ վիճակը 98 թվականներին։ Ուղղակի մենք չենք ընդունել մեկ մոտեցում, դրա շուրջ եղավ, ասենց իրարից բաժանվեցինք, այսպես ասենք։ Հիմա վիճակը ուրիշ է, ուղղակի ես չեմ պատկերացնում, թե ոնց է հնարավոր հարահարել պատերազմ 5000 զոհ տալ, 150,000 մարդու ունեզրկել, ընդհանուր Ղարաբաղում ինչ որ կորցրել ենք, առնվազն 80 միլիարդ դոլարի արժեք ուներ։ Այդ ամեն ինչը մնաց այնտեղ եւ դրա համար որ մարդիկ պատասխան չտան, որոշում կայացողները, պատասխանատու այս խոսքը չի գնում ինչ որ մի, չգիտեմ, ինչ զանգվածների մասին, բայց կոնկրետ պատասխանատուները հնարավոր չի, ես չեմ հասկանում, հետո ես ոնց պիտի մարդամեջ դուրս գամ եւ մարդկանց աչքերին նայեմ, եթե այդպիսի հարց տան։ Հետևանքները չափազանց ծանր է։ Հետևանքները այդ կարգի քայլերից խուսափելու համար, ուղղակի հնարավոր չի։ Տարբերությունը դրա մեջ է եւ ես կառաջարկեի sense այդ բանը համեմատությունը ինքը այդքան էլ կոռեկտ չի։ Իսկ այն ժամանակ ընդհանրապես կյանքում իմ մոտեցումը հետևյալն է, եթե շատ ես հետ նայում, դեմը չես տեսնում։ То есть առաջ գնալուց դու չես կարող անընդհատ գլուխդ հետ պահելով առաջ գնաս։ Այդ առումով ընդհանրապես կյանքում իմ բանը սա է, սկզբունքը սա է։ Ուղղակի այս անգամ սա հաստատ բացառություն է լինելու այդ սկզբունքին։ Ինչ վերաբերում է մշակութային հանգամանքներին, մենք խոսում ենք մեր ինքնության մասին։ Մենք չենք կարող հանդուրժել այն, ինչ կատարում է այսօր դպրոցական դասագրքերի հետ։ Ոքի չեն կարող։ Այնպիսի բաներ են անում դասագրքերում, որ նույնիսկ այն ինֆորմացիան, որը ես ունեմ, շատ տեղերում ուսուցիչները իրենք այդ բաները ոչ թե չեն ընդունում եւ չեն էլ ուզում այդ դասագրքերով դասավանդել։ Ու դա համատարած է։ Իհարկե այս ամենը պիտի փոխվի։ Եվ փոխելու ենք։ Նայեք, մենք այսօր 50-ից ավել քան բանդարկյալ կա։ Այսօր ոստիկանության մի զգալի մասը զբաղված է նրանով, որ բանը Facebook-յան էջերակարգում եւ հանցագործներ են փնտրում Facebook-յան տիրույթում։ Դրա հետ զուգահեռ թմրամոլությունը դարել է մի խայտարակ մի բան, մի ուղղակի մի խայտարակ երևույթ, որի դեմ պայքարը չի երևում։ Եվ այդ տեսանկյունից այն բոլոր քրեական գործերը, որոնք ունեն քաղաքական բաղադրիչ կամ այլ դրդապատճառներ, իհարկե պետք է համաներումով, եթե արդեն վճռները կայացված է, կամ դատավճռները կամ այդ լուծումը հաստատ տալու ենք։ Եվ համաներումը, այո, մեծ համաներումը դա մեր ծրագրային դրույթ է։ Բայց համաներումը քիչ է, պետք է հասկանանք պատճառը, այդ ոնց եղավ, որ մի ամբողջ համակարգ սկսեց դակել նման կարգի գործեր։ Սա պրոբլեմը այստեղ է գալիս։
Եվ այս իշխանության մոդելը նաև պետք է փոխվի, որ հաջորդ իշխանությունը եւս հենց մի քանի տարում չմտածի, որ կարելի է այսպես անել։ Ինձ համար ուղղակի մի խայտարակ մի փաստ է, երբ SMS-ներով կարելի է BDԽ-ի նախագահ ազատել, SMS-ով կարելի է քննչական կոմիտեի նախագահ ազատել, հակակոռուպցիոն եւ այլն, SMS-ով։ Դա եղել չեն անում, կան չեն ասեն, այս բանը սխալ է սարել։ Դրա համար լավ կլինի քեզ հորդորում ենք դուրս գաս։ Այսօր հանրությունը տենց էլ չգիտի պատճառները որն են։ Վատ երազներ, կողքից ինչ որ բամբասանքեր, թե ինչ էր, ոչ մեկը պատճառները չգիտի, ոչ SMS գրողն է բացատրությունը տալիս։ Ոչ էլ այդ SMS-ով փախնող է իր պաշտոնական բանից էլի դիրքերից։ Ոչ մեկը բացատրություն չեն տալիս։ Եվ խոսում է ժողովրդավարության մասին, թափանցիկության մասին, հասկանալի է։ Շնորհակալություն հայտնենք ձեզ բոլորիդ։ Առողջություն ձեզ, լավ տրամադրություն եւ մեկ մարդու պես գնում ենք եւ հարցերը լուծում ենք։ Հունիսի 7-ին